Արևը ծագելու հետ կակաշներս բացվել են, անձրև եղանակին ամբողջությամբ փակվում են, սիրելի հետևորդներ ջան, բարի լույս բոլորիդ, անձրևներից հետո վերջապես արևային եղանակ է բացվել, արևը շողշողում է ու օդի ջերմաստիճանը տաքացել է, դուրս եմ եկել, սպասում եմ, այս Ավահանիկի պապան կգա, ասեց, որ շուտով կգա ու այդ տրուբեկը բարգալկով կկտրի, դրա համար դրսում մի փոքր սպասում եմ, մինչև կգա։ Եկա, աշխատանքից տուն եկա, սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից հետո գնացել եմ դեղագործական խանութ, որը շատ հեռու է գտնվում, մինչև իմ այդ գնումները կատարել եմ, հետո եկել եմ, էլի գնումներ եմ կատարել ու արդեն տանն եմ։ Այս այգեգործական խանութից պետքական դեղորայքներ եմ գնել, բոլորը փակ է, ապահով է, կարող եմ սեղանին դնել։ Հետո մեքենայով ձուկ էին ծախում, ձուկ եմ առել 1000 դրամի, մեծած սիգա ձուկ, շատ լավն է, բայց այս պահին չեմ մաքրելու, այսա մի հատ տոպրակի մեջ եմ կդնեմ, սառնան կդնեմ, քանի որ շատ գործեր ունեմ, 2 հատ էլ մեր մեղու հռից, այս հավես հացեր եմ առել, դեռ տաք է, ուզում եմ հանեմ, նախապես ձեռքերս լվացել էի, որ տուն եմ մտնում, անկախ ամեն ինչից, մի հատ ձեռքերս լվանում եմ, սիրելի հետևորդներ ջան, այս գնումներս էլ միջանցքում էի դրել, հիմա հացերը այս կողմ ապահով, քանի որ տաք է, այս կողմ հարմար տեղ կա հովանահացը ու մի հատ արագի մեջ կոֆե, ինչու արագի մեջ, քանի որ արդեն ժամը 5-ի կողմերն է գալիս, ջուրը լցնեմ, առավոտը կոֆե, ճաշին կոֆե, այս ժամին կոֆե ու այդքան շատ գործեր, սիրելի հետևորդներ ջան, ես ուզում եմ ասել, գրեթե բոլորս էլ այդ վիճակում ենք, որ շատ գործերի մեջ ենք լինում, մի բաժակ սմյուզին ինձ այսքան ժամ պահել է, որ պատրաստում էի, ասեցի չէ, որ նախաճաշի դեր է տանում ու հագեցնող է, այ առավոտը պատրաստել եմ, այլել եմ մեկ բաժակ սմյուզին, այս անգամ այս բաժակով բլենդի մեջ եմ պատրաստել, ավելի արագ և ամանից աման չեմ տեղափոխել, հենց այդ բաժակից անուշ եմ արել, ինքան հագեցնող է, որ մինչև հիմա չեմ սովածացել, կոֆեից բաժակը այստեղ է, հիմա սիրելի հետևորդներ ջան, ձուկը այ հենց սենց այս ամանի վրա, մի հատ էլ վերանամուր փակեմ, ինձ թվում է կարիք չկա, որ ուրիշ տոպրակի մեջ դնեմ, վերանամուր կփակեմ, լարի փակվեց, մի գրամ այդ ձկի հոտից դուրս գալու տեղ չունի, սառնան եմ դնում, սա երեկոյան ժամերին կմաքրեմ, այո, այստեղ, շատ լավ է, և հիմա հանգիստ կարող եմ իմ կոֆեն բայել և իմ գործերն անել, ուտելու մասին երեկոյան կմտածեմ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այստեղ շատ կարևոր դեղորայքներ եմ գնել, նաև սիմինդի սերմ եմ գնել, սիմինդը եգիպտացորենն է, երբ որ ասում եմ սիմինդ, իմ շատ հետևորդներ շփոթվում են, չիմանալով սիմինդը որն է, սիմինդը բարբարով է, դե արդեն մեր ոսկեղենիկ հայերենով եգիպտացորեն, բայց թե դա չեք օգտագործում ախր, սիրելի հետևորդներ ջան, ռսի ոսկեղենիկն ենք օգտագործում և բոլորս էլ գրեթե ասում ենք կուկուրուզ, մի խոսքով սա էլ էստեղ, այս սերմորանքների մեջ տնեմ, հա, այն ցանածը դեռ հող երեսը չի ընկել, այսօր էլ եմ թեթևակի հողը փորել, ծլել կա, բայց հողը դեռ ենքան չի տաքացել, որ այդ սերմերը դուրս կա, բերեմ այս կողմ, ուրեմն այստեղ մի քանի տեսակ դեղորայքներ եմ գնել, խաղողի վազը տերևում է, հազիվի չել է, այդքան հեռու գնացել է այդ խանութը, խաղողի վազը սրսկելու համար, առաջի սրսկման դեղն եմ բերել այստեղ,
Այստեղ ծառերի փչելու դեղ եմ բերել պտղակերի համար, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն այնքան մանր տառերով է գրած ու անգլերեն, ամեն դեպքում անունը կարևոր չէ, կարևորը նա է, որ ես ասում եմ, որ պտղակերի դեմ սրսկելու դեղ է, այս մեկն էլի ծառերի դեղ է, լիմոնի սրսկելու դեղ է, սիրելի հետևորդներ ջան, ու այս մեկն էլ արդեն իմ զանգի ու զրանգի համար, ճիճվաթափման համար դեղ, մեկ կոճակը, մեկ շանը, անոթի վիճակով փորձելու եմ իրենց այս դեղը տալ։ Երբ որ փոքր էին, ինձ հեշտ էր լինում, ստացվում էր, հիմա մեծացել են, չգիտեմ, թե ոնց է ստացվելու, մի խոսքով, այս կարևոր բաները, որ արել եմ, եւ այս պտղակերի դեղը, որ հիմա ճիշտ ժամանակն է, այսօր պետք է սրսկեմ, ծառերը ծաղկաթափ են եղել, ու հիմա էլ պետք է պտղակերի դեմ պայքարենք, սիրելի հետևորդներ ջան, որ այդ միջատները չուտ են էլի միրգը, հենց փոքր ժամանակվանից չուտ են, մազերս կհավաքեմ, կանգուրիկներս կհավաքեմ, անկեղծ չեմ ուզում գնալ ֆենել, ուղղել, մի լավ նպատակ ունեմ, առայժմ չեմ բարձրաձայնում եւ որոշել եմ, որ մի քանի ամիս չֆենել, որպեսզի մազերս երկարեն, ինձ դա պետք է կգա օրը բարին հետը եւ կասեմ եւ կիմանաք սիրելի հետևորդներ ջան, իմ կոֆեն եփեց։ Կոֆե սարագի մեջ պետք է խմեմ, քանի որ հավերը փակած են, կարող եմ այստեղ խմել, բայց անհանգիստ եմ, քանի որ արդեն երեկոյան կողմերն է, պետք է բաց թողնեմ, որ չխղճանանին կենդանիները, այդ ամեն ինչից առաջ, որ պետք է հավերին բաց թողեմ, կամ միգուցե բաց չթողնեմ, ամեն առաջ պետք է այդ պտղակերի դեմ դեղը սրսկեմ, բայց դրանից առաջ էլ այդ տարածքի խոտը պետք է հնձեմ, այնքան լավ խոտ է, թեկուզ եթե չհասցնեմ հավերիս հանեմ, այդ խոտը կհնձեմ, հավերիս կտամ, այդ մասերում բալբա կա, փիփերտնաբալբան, սիրելի հետևորդներ ջան, այսքանի օրա աչքիս դեմն է, որ քաղեմ համով ճաշ եփեմ, մի խոսքով այդքան գործերը պետք է անեմ, կոֆես բայց տաք է, դրա համար այս պահին չեմ կարող խմել, շատ ատակ, շատ շոկ էր այսօր, այս ձևով եմ հագնվել, քամին սառը չէր, տաք էր նույնիսկ, որ սենց եմ գնացել աշխատանքի, շոկ էր, ճանապարհին շոկել եմ, բայց ամեն դեպքում այս ձևով հագնված շատ համապատասխանում է գարնան եղանակին, վաղը եւ մյուս օրվա վրա մեր գյուղի եղանակի սանդղակը ցույց է տալիս անձրևային, դե գիտեք սիրելի հետևորդներ ջան, որ ամեն գյուղ ու քաղաք առանձին բաժիններ ունի եւ ամենքս մեր քաղաքի եւ գյուղի այդ եղանակի տեսությունն ենք նայում եւ կողմնորոշվում ենք, թե ինչ գործեր պետք է ձեռնարկենք։ Ուրեմն նաեւ այսօր մինչեւ աշխատանքի գնալը հասցրել եմ նաեւ իմ մեղուներին եմ նայել, բայց ձեզ չեմ միացել եւ սիրելի հետևորդներ ջան, երբ որ Վահանիկի պապան եկավ այդքան տրուբեկը բարգալկով կտրեց, որի համար անչափ ուրախացա եւ իհարկե շատ շնորհակալ եղա իմ բարի լավ հարևաններին, որ մշտապես ձեռք են մեկնում եւ օգնում են ինձ, ինչով որ կարողանում են տիկին Անահիտին սուրճի չեմ հրավիրել, քանի որ իրենք մի քիչ խառն են, նաեւ փոքրիկն է հիվանդացել, զբաղված են, դե չկորանք, թող փոքրիկը շուտ առողջանա, իրենով են զբաղված, սիրելի հետևորդներ ջան, դրա համար վլոգս այդ ուղղությունով չի գնացել, դե սիրելիներս, անցնենք առաջ։ Լավն աղջի օդը, եկել եմ առաջի հերթին բալբեն քաղեմ, սիրելի հետևորդներ ջան, դանակ եմ վերել, աման եմ վերել, այս տի թփերը լիքն է, ստի 3 թուփ, 4, 5, 6, են կողքին էլ կա, ինձ մնում է շատ արագի մեջ, այս բալբեն քաղեմ, այս կողքին դնեմ, ինչև է բալբեն չքաղեմ, չեմ կար այդ բեղը փչեմ,
Էս էլ համար բան է, էլի։ Ճաշ կեփել։ Էս ինչ ավտոյա։ Շրջել։ Նաև շատ առողջար արա, սիրելի հետևորդներ ջան։ Ասում եմ առանց հանդրելու, բայց ձեռս որ սովորա ուզում եմ հանդրած քաղեմ, ավելորդ բաները չտանեմ տուն հասցնեմ։ Ընտի, հարթամ։ Բնության տված բարիք է։ Արդեն մի կոնա քաղեցի։ Այսքանը շուկաներում ինչ արժե, սիրելի հետևորդներ ջան։ Անցանք առաջ։ Որ տերևն էլ, որ ասենք լավը չի անցակացել, էդ էլ քաղում եմ, որ հաջորդ անգամ ավելի թարմ վիճակով քաղեմ։ Թարմություն ենք տալի մեր բաղջի Աստծո տված պարգևին։ Այս կողքինը լրիվ լավն է, ամբողջությամբ լավն է։ Խորքային առանց արմատին վնասելու քաղում եմ։ Հավը սրան չի ուտում, սիրելի հետևորդներ ջան, թե չէ, սազդի չեր մնա։ Մի քիչ հեռու եմ ընկել, սիրելի հետևորդներ ջան, բայց մի հատ տեսեք, թե ինչ փարթամ է։ Թուփ էլ ստեղ կա, ես էլ քաղեմ, բնության բարիքը քաղեցի, սիրելի հետևորդներ ջան, այդ կողքին էլ կա թփեր, զանգի զրանգի, խելոք, աղջիկներ են, մի հաչեք, ցույց են տալիս, էլի որ շուն են կարան հաչան։ Խելոք։ Են օրը հարցրեց, իսական մոտենամ։ Խելոք, զանգի զրանք։ Այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն ձեզ էի միացել գործ էի անում, բայց քանի որ իմ բաղ չեն ճամփի գրավին, եկող, գնացող, զրիցանող, այս տենը մեկ որ ըստի հնձել էի կիսատա ու համ ձեր հետ զրուցում էի, համ հնձում էի, հետո նենց ստացվեց, որ մարդիկ են էլի գալիս են զրից են անում, չեն նկատում, որ իմ տեսախցիկը միացրած է, ազատ զրուցում են, ճիշտ է, ինչ-որ տենց բան չի, բայց թե ու նորից միացել եմ ձեզ իմ բարի գործերով, անցել եմ հաջորդ բարիքին, որ աճում է իմ բաղու բաղջում, խոտը նույնպես բարիք է, հենա հավերս տուն արած, սիրելի հետևորդներ ջան, արխեին խոտը հնձում եմ, որ տանեմ առաջները լցնեմ, մի քիչ արդեն պետք է
արագացնեմ, բայց այս գործն էլ արագ չի սիրում, էլի ինչքան էլ ես ուզենամ։ Ըստի այն մամա պապա խոտն է աճում, էսա բերեմ ցույց տամ։ Այն քրոխիտը, այս է փափուկ։ Եթե նկատել եք, հավերից հենց դուրս եմ անում, գերանդին զգուշանցկենամ, գալիս են այս կողքը։ Այս տերևիկները մաներա ու այն կապույտ ծաղկող ծաղիկն է, կապույտ ու սպիտակ ու հավերը սրան շատ լավ են ուտում, փափուկա։ Այս ցողունից հետ լրիվ ուտում են, մի խոսքով սիրել է հետևորդներ ջան, քանի որ պետքա դեղը սրսկեմ, ճիշտ է ծաղիկը չի բացվել, բայց այն անգամ էլ սրսկեցի։ Այս խի ասենց իջել։ Հավանաբար ծտերը կանգնում են վրին, կոտրվում է, այս դրանից կլի, չեմ պոկում, թողնում եմ։ Եղանակն ուզում է փոխվի, սիրելի հետևորդներ ջան, արևը դեպի մայրամուտ է գնում, ես այս հնձածս, այս փափուկ խոտը, ուզեցի հնձեմ, որ հետո անց չի կենա, նագանը բերել եմ են, որ հվակեմ, արդեն տանեմ տամ, էլի, ինչքան տեղը, որ ուզեի հնձեմ, հնձել եմ, այսքան տարածքը մանավանդ, ահագին առաջացել է, հետո որ ինքը կպչիկ խոտ է, հեսա, գերանդին սրան մի քիչ դժվար է, էլի հնձում, հնձածս հվակրեմ, որ հսկանամ, էլ ոնց հանեմ, հեսա սա, ինքը որ խիտ է, նաև նստում է, պարկում է գետնին, հետո հնձելը մի քիչ դժվար է ալում, նահմել ես միրեսից տամ գերանդին, սենց, այդ անցկենողները իմ հարևաններն են յուս կողքի, ու հենց ջերմագին զրուցեցինք, շանս են ուզում, երկու շուն ունեք հասմա, մեկ շունը մեզ տվեք, էլի, այդ մասին էինք խոսում, տենում ենք հասմա, հաչումա, աշխուժա, այդ շունը ինչի տա, բեր մի շունը մեզ դու, այդ թեման էինք քննարկում, մի խոսքով։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, ինչքան հնարավոր էր, այս փափուկ խոտը հնձեցի, սրան լավ են ուտում, էլի հավերը, այսքան տեղը շատ խիտ էր, հետո գերանդին ասեմ, ինչքան էլ սուր է ալում, չէ, ամեն խոտ էլ հեշտ չի հնձում, էլի, սա մի տեսակ դժվար հնձվող է, ամենալավը հնձվում է այն իսկական խոտը, մեկ էլ այս մոլախոտերը, մոլախոտ է, բայց էլի օգտակար է, ծաղկել է, այս ծաղիկը նույնպես լավ ուտում են, այս տարածքի այս կարևոր խոտերը հնձեմ իրանց տամ, ճիշտ այն կողքը լիքը խոտ է, բայց թե որ այդ տեղը սրսկել դիմ, ասես համով պատառները տանեմ իմ կենդանիներին տամ։ Ինչ չի փոխվել, ասենց, ավեսով։ Այս կողքին էլ է, բայց այդտեղ չի հասնում, հիմնականում ուզում էի այս տարածքը խնձորենու մոտ չկա, այնտեղ լրիվ հավերը զրացել են, տանձենու մոտ չկա, ամենաշատ խիտ տեղը ըստեղ էր։ Այս մի երկու հատներ հնձեմ այս տարածքի, կարող է էլի քամին տեսը բերել, սա Զուշ եմ տալի գերանդին, որ այս կանան չգետնա բերանա, էլի գերանդին չվնասվի։ Ահա, քարեր կար, ինչքան էլ ջգում եմ քարը, միևնույնն է, քարը կա։ Այս ինչքան լավն է, լավոտ չանեմ։ Այս գծան բանջարը, ձեռնոտ չեմ բերել, այդ կմնա ատեղ։ Ահագին հվակվեց, էս էլ է, միսա թազա աճիլվի, բայց եթե թողել էի, դեղնվիլ տեր, պթիլ, կորչի։
հեռու փոքր։ Հավերիս խոտը էլավ, թմանվեց։ Ես միմին տանիմ դենը տնեմ վերևացնեմ, հետո արդեն դեղը գնամ արագի մեջ սարքեմ, բերեմ դեղը սրսկեմ, նոր հավերին խոտ կտամ, ոչինչ։ Կամ գերանդին էլ տանիմ։ Լավա քամի չկա։ Այս կողքի խոտերին չի հասնի էդ իմ սրսկած դեղը։ Այսպես։ Ինչ հազանգ է տուն ռայզ աչում, ինչ ես տեհել։ Ես գնացել եմ տուն, դեղը սարքել եմ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ առանձին ջրի մեջ իրան բացել եմ, լուծույթ եմ սարքել, հետո մի բաճկա դեղին 10 լիտր ջուր ա գնում, այդ ջուրը լցրել եմ ու արդեն պատրաստ ա դեղը ծառերին սրսկելու, այս կուրն արդեն շվակ ա անգել, քանի որ այս ակումուլյատորով ա միացրի ու արդեն սկսեմ սրսկել իմ ծառերին, դեռ ծաղկա ծել կա, այդ չի վնասի, քանի որ եթե կհիշեք անցած անգամ որ սրսկում էի, մի մասը կոկոմած էր ու հիմա բացվել ա։ Բայց ինչքան շատ ավտոներ գնացին այս ընթացքում, եկող գնացողը շատ եղավ, այդ ժամերն ա, սիրելի հետևորդներ ջան, հա, մի խոսքով, մեծ մասամբ արդեն ծաղկա թափայել ու իսկական ժամանակն ա դեղը սրսկելու, պտղակերի դեմ, սիրելի հետևորդներ ջան, եթե ձեզ կհետաքրքրի այգիներ ունեք, անունը կարևոր չի, էլի եմ հիշեցնում, գնում եք այգեգործական խանութ, ասում եք, որ պտղակերի համար դեղորայք տա, իրենք անգիր գիտեն ու տալիս են, դա իրանց գործի մեջ ա մտնում, որ ձեզ օգտակար լինեն։ Քանի որ նաև այդ անունները տարբեր ա լինում, եթե ես հիմա անգամ անունը ճշտեմ, ձեզ ասեմ, դա անունները տարբեր ա լինում։ Այսինքն հավեսով ամբողջ ծառին սրսկում եմ։ Այստեղը թունավոր չէ մարդու համար, բայց հավերից բաց չեմ թողնի, հավերի համար էլ չի թունավոր, բայց ամեն դեպքում զգուշանալ ա պետք։ Հենց որ այստեղ բաց եմ թողնում, արդեն ազատ ա, նույնիսկ ձեռնոց էլ չեմ հագնում, քանի որ ոչ մի գրամ ինձ դեղը չի կպչում։ Այսպես, անցա առաջ։ Նույնը այս մեծ խնձորենին։ Լրիվ ծաղիկները բացվել ա։ Այ, նույնիսկ կոկոմներ էլ կա, բայց արդեն ոչինչ, արդեն այստեղը սրսկեմ, համ ծաղկա թափ եղածին ա օգուտ պտղակերի դեմ, համ էլ ուշ ծաղկա ծաղիկների։ Դե ես սկսեմ։ Մինչև 5 մետր այս ապարատը դեղը տանում ա, սիրելի հետևորդներ ջան, այստեղ պտտելու տեղ կա, 3-4 ձևի պտտելու տեղ կա, սկսած ամենամոտիկից, ցողանում, երկար շիթով ա տանում և էլի 5 մետր ցողանման տարածում ա։ Մի պահ ընդհատեցի, որ էլի ձեզ մի կարևոր զրույցով միանամ, այս դեղորայքը պետք է երեկոյան ժամերին սրսկենք մեր ծառերին, որպեսզի մեղուները արդեն հավաքված լինեն իրենց փեթակ ու չվնասվեն զգուշանալու համար։ Թեկուզ և ես մեղու պահելիս չլինեմ, ասենք, իմ հարևանի մեղուն գա իմ ծառի ծաղկին, չվնասվի։ Մեղուները այս պահին մեծամասամբ փեթակում են գտնվում։ Այ, այսպես։ Հնարավորինս ուզում եմ օգտակար լինեմ բոլորին։
է Սերգևիլին, որ կոկոնները շուտով կբացվեն, ես էլ օգուտ կտա։ Այ, որ հնձեցի, այդ կողմը լրիվ դեղը գնաց, մի հատ այդ անձենում, կամ այս կողմը, մի հատ գործիքս այստեղ դնենք, տեսնենք, ով է անցնում և ուզում է ինձ հետ զրուցել։ Բարի ձեզ։ Զրույցս էլ ավարտեցի անցնողի հետ և հիմա շարունակեմ իմ գործը, տանձենուսերս կեմ, որը լրիվ ծաղկաթաթան է։ Ամբողջությամբ ծառը պետք է թրջվի։ Վերջ, այս կողմի ծառերը վերջացրի, սիրելի հետևորդներ ջան, բաղջեն կողքերին էլ կա, այն կողմը սալորն է, որ սրսկել եմ նոր եմ եկել ստեղ, այն վերևը դեղցենին է, սրսկել եմ նոր եմ եկել ստեղ, որ մի անգամից գործս էլ արագի մեջ անեմ, հասցնեմ, այսօրվա մեջ, այն ինչ որ պլանավորել եմ, ամեն բան անեմ։ Դեռ պետք է իմ համար էլ մտածեմ, բայց դրանից առաջ կենդանիներիս համար պետք է մտածեմ։ Այսքան տեղը տանեմ, բաղջեն կողքին է, տանեմ ընդեղ բալի ծառեր ունեմ, դամբլի ծառեր ունեմ, նրանց է սրսկեմ, հետո նոր արդեն ձեռքերս էլ կլվամ ու կգամ հավերի խոտը կտամ։ Ես գնացի։ Հերթը հասելա ձեզ, չալտիկներ։ Ծառերի տեղը սրսկելը վերջացրի, սիրելի հետևորդներ ջան, ու հիմա արդեն ասեմ կենդանիներիս խնամքին։ Այդ սեկ են, որ ասեի պետք է հանեմ, այ այս ներսից որ քաշած է, այս կանաչ երևում է, մի լավ բան եմ որոշել, ու պետք է անեմ անպայման, որ ամեն անգամ սենց խոտը հնձած բերեմ, ոչ թե ներս մտնեմ, այլ դրսից տամ իրանց, լցնելով այդ մասը։ Մի եթե անգամ դուս են գան, ցորեն չեն բերել, այ ովհետև դեռ ցորենի ժամը չի էլի, դեռ օր կա։ Այսպես։ Դե լավ, չգաք, էլ մի թրջի, գնա։ Այսը որ վաղացնեմ, էլ չեն գա։ Գնա։ Հակշա։ Ոյ, բարեհաջող, շատ բարեհաջող, վտա հավերիս մոտ։ Ձեր սիրած խոտն եմ բերել, եկեք։ Այս կողմը կան քիչ սետքի մոտ, որ շատ չտրոր են իրանք, անի որ իրանք էլ են տրորում։ Այ, ես ինչ փափուկ, անուշա բույր։ Ոյ, զանգի զրանգի, դու սարի հլա, քեզ մտիկ, քանի հետ ես տուր կերել, արի դու սարի, արի դու սարի, դուրս ավազակ։ Պետք անեցան ենք, որ շունը հավանոտ չմտնում։ Այս սենց, համի արդեն խիղճս հանգիստ է, որ հավերս կանաչ կերան, չնայած առավոտնել եմ դուս եմ արել, մի 3 ժամ քուջուջ են արել, գործի գնալուց առաջ տուն եմ արել, մոտ մի 4 ժամա տուն արած են իրանք, խոտն էլ պետք է տանք, որ ձուած են։ Գնացել եմ միլական խոտել եմ հնձել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ զգում եմ, որ ես իրանց քիչ է, էլի, դռիվ ապահով եմ, որ ես նոր շարունակեմ հանգիստ իմ մնացած գործերն անեմ, հիմի նորից նույն ձևով պետք է մտնեմ ներս, ջուր եմ տվել, ջուր չունեին, գնացեք,
Որ հուշ տենելու, արդեն բնումը խելոք կենում ենք։ Ես էլ մի ուրիշ ձերի խորա, ես էլ կերեք։ Իլավ կերեք կշտացեք, որ բոլ-բոլ ձուածեք։ Всё, դուք ապահով եք։ Մթնելուց առաջ դուս կանեմ, մի քիչ կթրվռան, լավ կզգան իրանց, հավա որ հավա, հավն էլ ուրխանալ ուզում սիրելի հետևորդներ ջան, ձվին մտիկ չարի այ, այդ ռիգունը, կչկչացել են, հաստատ ածել են։ Մի երկու գործել ունիմ, գնամ էտ էլ կադրից դուրս անեմ, հետո կգնամ տուն, իմ մասին կմտածեմ, մի համով բան կսարքեմ, ձուգը կմաքրեմ, ու թենց արդեն լսել իմ տան գործինած կկենամ։ Շատ ճիշտ արի էլի, որ գնացի մի հատ էլ բերի, լայզ ոնց են ուտում։ Երկելով ուտում են հավիկներս։ Դրսի գործերը վերջացրել եմ և զբաղվում եմ համովություն պատրաստելով իմպերիայով որ սոխարած եմ արել, այդ թազա կարտոշկից մաքրել եմ, քերելով եմ մաքրել ու այդ սոխարածի հետ եփվել արդեն, հիմա սենց այս փայտեր գդալով տրորեմ, թողնում եմ, որ մի մասը խոշոր մնա, բարբիճաշի մեջ շատ սիրուն ա լինում այդ ձևով ու շատ համով ա լինում, որպես թազա կարտոշկա, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ լավ փշրկանա, տեսա քերած տեղերը երևում ա, ինչքան էլ ինքը որ թարմա, չարժե որ խորը կլպել, դրա համար բոլորս էլ քերում ենք, չէ, բանակը թեթևակի կսում ենք և այդ վրայի բարակ կեղևը դուրս ա գալի քերվելով, հիմա որ քիչ ջրով այսպես եփել եմ, ավելի արագ ա եփվել, ուզում եմ անպայման բարբիճաշի եփեմ, բալբեն փիփերթն է, սիրելի հետևորդներ ջան, և շատերիդ ոնց որ թե անհասկանալի ա լինում, որ ես իմ բարբառով այդ բաները խոսում եմ և ուզեցի նորից հիշեցնել, համ տրորած ա, համ խոշոր կտորներով կա, մի փոքր ջուր եմ լցնում, մինչև որ կսկսի եռալ, ես կկտրեմ բալբեն, որ արդեն մաքուր լվացած պատրաստ է, այսպես, երբ որ եռալով ենք լցնում, ավելի ճիշտ ա դա, նույն տարբերակով բանջարի ճաշն էի եփում գարնան սկզբին, հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տալ իմ քաղած բալբան, թե ինչքան սիրուն ա, կարմիր ցողուններով, բարձրացնեմ ցույց տամ, տեսեք թե ինչքան ընտիր բալբա եմ քաղել, չափը այնքան ա, որ 2 բաժին ապուր կդառնա, այսքան, մանավանդ տաք ջրում ինքը փոքրանում ա, ինչպես որ բանջարը, այս կարմիր մասերը շատ օգտակար ա, բարձր վիտամիններ է պարունակում, երկաթային մաս, մագնեզիում և նմանատիպ կարևոր տարրեր է պարունակում։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, հիմա դասավորություն կտամ, լվանալու ժամանակ մի քիչ խառնվում ա, բայց ես հնարավորինս այնպես եմ դասավորում, որ շատ չխառնվի ու հիմա սրան մանրացնեմ։ Այսպես։ Հիմա կտրեմ, այսպես։ Մի հատ մեջտեղից կիսում եմ և արդեն մանրացնում, տեսախցիկը իջեցնեմ, այսպես, ոչ շատ մանր, կտրում եմ, ձեզ էլ հավեսի եմ բերում, որ դուք էլ եփեք բալբիճաշ, քանի որ անչափ օգտակար հատկություններ ունի։ Հիմա սա ես կողմ և նոր կապ վերցնեմ կտրելու համար։
Սիրուն դասավորում ենք և կտրում։ Այս ձևով կտրելով ավելի հեշտ է լինում։ Ջաշը եփելու ավարտին ավելացնելու եմ ձու և համեմ։ Փորձենք այս ձևով։ Դանակը լայն է և օգնում է վերցնել։ Պատրաստ է, ջրի կաթիլները սրբել եմ և արդեն կտրատած բալբան լցնեմ եռացող ճաշի մեջ։ Երբ որ սկզբից կարտոշկան եփում ենք սոխեռածի մեջ ու սենց տրորում ենք, դառնում է մի տեսակ կաթնագույն, այդպես է ասվում, բաց գույն, հետո արդեն թե բանջարը, թե բալբան, երբ որ լցնում ենք, շատ հաճելի է լինում։ Պարտադիր եռացող ջրի մեջ, որ անմիջապես ինքը փափկի։ Չենք թողնում շատ եռան, որպեսզի վիտամինները չգնա։ Այսպես օգնեմ նստի, տեսնեմ, մի քիչ էլ ջուր կավելացնեմ և կթողնեմ եռա։ Տեսեք, թե ինչքան նախորժելի է հենց այսպես։ Բալբան նաև կարելի է տապակել, թեթև ջրով այսպես խաշել առանց կարտոֆիլի և մի քանի ձու ավել կոտրել, շատ համեղ տապակ է ստացվում, սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ էլ ջուր ավելացնեմ, որ ջաշը ջրալի ստացվի։ Ձուն արդեն հարել եմ և լցնեմ։ Ջաշը գրեթե պատրաստ է։ Այսպես տարածեմ սիրուն։ Հենց որ ջուրն լցնում ենք, էլ ավելի է սիրունանում, որից հետո արդեն համեմ և ջաշը պատրաստ է, սիրելի հետևորդներ ջան, աղը ամենավերջում։ Եկել է պահը իմ բաղջի բարիքը, որ եփել եմ բալբի ջաշը անուշանեմ։ Այսքան շատ գործեր անելուց հետո կվայելեմ և ինձ լավ կզգամ։ Մի քանի սխտորի ատամիկ եմ մաքրել այդտեղ և թթվասերը բացեմ, որը սառնանում էր, ահա սիրել հետևորդներ ջան, նայում մածունով է շատ համով լինում։ Եվ իմ խաղաղ երեկոն վայելեմ։ Դուք էլ մի համով բան պատրաստեք, անուշ արեք և բոլորիս բարի ախորժակ, բարի գիշեր։ Ինչպիսի գույների համադրություն։